Իսրայելի զինվորականները խոստովանել են, որ տանկով սպանել են միավորված ազգերի կազմակերպության աշխատակցին, ավելի վաղ Իսրայելը հերքել էր իր կապը Գազայի հատվածում անցած ամիս տեղի ունեցած միջադեպին։ Մարտի 19-ին Դեյր ալ-Բալահում ՄԱԿ-ի շենքը վնասվել էր, աշխատակիցը մահացել, այդ ժամանակ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ չեն հարվածել տեղանքին։ Գազայի փողոցներում ավելի ու ավելի շատ պաղեստինցիներ բացահայտ հակահարված են արտահայտում 20 տարի գոտում իշխող զինյալների դեմ։ Մենք չընտրեցինք Համասը եւ այժմ Համասը վճռական է կառավարել Գազայի հատվածը եւ մեր ճակատագիրը կապել իր ճակատագրի հետ։ Համասը պետք է նահանջի, ասել է իրավաբան Մումեն Ալ-Նատուրը, որը նախկինում եւս Համասի դեմ շարժում էր նախաձեռնել։ Թայլանդի հայտնի լողափնյա քաղաքի մոտ ոստիկանական փոքր ինքնաթիռն ընկել է ծովը, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 6 մարդիկ։ Ինքնաթիռը փորձնական թռիչք էր իրականացնում Հուահին թաղամասում պարաշուտով վարժության նախապատրաստվելու համար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկիրը մոտ է ԱՄՆ-ի հետ գործարքի հասնելուն Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ Նա հավելել է, որ դեռ կան որոշ տարրեր, որոնք պետք է կարգավորվեն։ Լավրովի մեկնաբանությունները հաջորդել են Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Ռուսաստանը բավականին մեծ զիջման է գնացել չգրավելով ամբողջ Ուկրաինան։ Հարվարդի համալսարանի հիմնադրամը մոտ $1 միլիարդ մասնավոր բաժնետոմսերը վաճառելու բանակցություններ է սկսել այն բանից հետո, երբ ֆինանսական անորոշության բախվեց նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներով պայմանավորված։ Համալսարանն այս տարվա մարտին վաճառել էր $750 միլիոն պարտատոմսեր կառավարության ճնշումներին ի պատասխան, իսկ Թրամփի վարչակազմն այս ամիս դադարեցրել է $2.2 միլիարդ բազմամյա դրամաշնորհները։ Կանադայի Տորոնտո քաղաքի Փիրսոն միջազգային օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնել է տեղի ոստիկանությունը։ Կրակողը չափահաս տղամարդ է եղել, իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հաղորդվում է, որ սպասվում են թռիչքների հետաձգումներ։ Լանա Թորոսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։